Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Քանի որ մոտենում է մայիսի 28-ը եւ Պաշտպանության բանակը պատրաստվում է այդ իրենց ասած շքերթին, տեղեկություններ կան, որ մարդիկ հագնվելու են կիսաթուրքական համազգեստ։ Դուք ինչ կարծիքի եք այս մասին։ Նախ շնորհակալ եմ հրավերի համար, ճիշտն ասած, 2 օր առաջ սպայի հագը տեսել եմ այդ համազգեստը։ Ճիշտ են ասում, կիսաթուրքական կասեմ, ամբողջովին թուրքական կասեմ։ Դե Սուրոն ինչ պետք է աներ, Պապիկյան ինչ համազգեստ պետք է հագցներ։ Շատ վատ է, որ մեր սպաները համաձայնվել են այդ համազգեստը կրեն, հագնեն, քանի որ մեջները արժանապատիվ սպաներ կան, որոնց ոչինչ չես կարող ասես, մարդիկ ստիպված ծառայում են, քանի որ ընտանիք են պահում, յուրաքանչյուր երեխեք ունեն ուսանողներ, թեկուզ դպրոցականներ, եւ իրենք ինչ են դա անում, որովհետեւ մայիսի 28-ը ըստ իմ տեղեկությունների Ադրբեջանի անկախության օրն է, դա ոչ թե մեր համար են նշում, այլ նշում են իրենց պապաների համար։ Շատ վատ է, ես շքերթներ եմ տեսել, ես ասել եմ, կրկնում եմ, մասնակից եմ եղել, ես այս թուրիմացություն չեմ տեսել եւ ի վերջո զորահանդեսի հրամանատարը սկսենք այդտեղից ով է, ես կանրադառնամ ով լինելուն իրեն, նա ինչ կարա զորահանդես վարի կամ ինքը որ իրեն պետք է զգաստան, մի թրքահպատակ է դա է։ Կտեսնեն, թող մեր ժողովուրդը տեսնի եւ ըստ դրանից դատի, թե ուր են տանում մեր զինված ուժերը, ոնց են քանդում զինված ուժերը եւ ոնց են սպայի արժանապատվությունը գցում։ Թող մեր ժողովուրդը տեսնի ու գնահատականը տա մայիսի 28-ից հետո։ Նայեք 2020 թվականին, երբ որ Ջերմուկի դիրքը գրավել էին ադրբեջանցիները, եթե ճիշտ եմ հիշում, 22-ի սեպտեմբերին։ 22-ի սեպտեմբերին Էդվարդ Ասրյանը ասել էր կշրջափակենք նրանք սոված կմնան եւ հետ կգնան իրենց դիրքեր։ Այսօր արդեն 2026 թվականն է, բայց կարծես թե նրանք այդպես էլ չսովածացան, եթե կարելի է այսպես ասել։ Կարող ենք դիտել տեսանյութը, որտեղ Էդվարդ Ասրյանը խոսում է եւ որից հետո կխնդրեմ ձեր մեկնաբանությունը։ Ժամանակ ԳՇՊՏ-ը ասում էր կսովածանան, մի քանի օրից հետ կգնան։ Իրենք դա երբ են եկել եւ ԳՇՊՏ-ն ասեք։ Ասրյանը։ Կսովածանան ինչ կանեն։ Կսովածանան հետ կգնան։ Ես անկեղծ ասած չեմ լսել այդ մեկնաբանությունը։ Հակառակորդի կողմից հասել են Ջերմուկի մատուցներ, այլ միայն մեկ խումբ, որը կտրված իր ստորաբաժանումներից գտնում է այդ բլրի գագաթի վրա։ Եվ կենսունակության տեսակետից, եթե հակառակորդի այդ խմբի սնուցում չլինի, թե սննդով, թե ջրով, հատուկ պատրաստված ստորաբաժանում լինի, ապա մի քանի օրվա ընթացքում նրանց ռեսուրսները լրիվությամբ կսպառվեն եւ ստիպված կլինեն այդտեղից դուրս գալու։ Այն սոված ադրբեջանցիները գնացին, որ դուք ասում եք։ Ես այդ հարցը առաջարկում եմ ինձ այլևս չտալ։ Մնացել են մեր Ինչու՞, ասեմ ինչու, որովհետեւ դա ռազմավարական օպերատիվ նշանակության հարց է եւ ես պուբլիկայի դիմաց դա չեմ պատասխանում։ Բայց այդ օպերատիվ պլանը դուք եք բացատրել, ներողություն, դուք եք ասել, որ կմնան շրջափակման մեջ հացը ջրի կգտնվեն, սովածանան հետ կգնան։ Ասել եմ, դա եղել է 2022 թվականին, հիմա 2024 թվականն է։ Ու դեռ ընդեղ են։ Այո։ Ինչի չեն վիրավորվել կամ նահատակվել հանուն Հայաստանի։ Աղետը այն է, որ նա կարծում է, զինվորը կամ պետք է զոհվի կամ վիրավորվի։ Սա մարդկային կյանքի արժեքի խեղաթուրված ընկալում է։ Երբ պաշտպանության նախարարը կենթանի տուն վերադարձած զինվորին չի ընկալում որպես երջանկություն։ Ոյ, ծիծաղս եկավ, ես ինձ գլխավոր շտաբի պետ չեմ ծառայել, սենց թուրիմացություն ունեցող հայացքներ, թե գաղափարի պես շտաբի պետ հետ ես չեմ ծառայել։ 22 թվականին, երբ այո, հարձակում կատարվեց Գեղարքունիքի թևի վրա, եթե չեմ սխալվում, հարձակում կատարվեց եւ ադրբեջանցիները հակառակորդը գրավեց Ջերմուկի նաեւ դիրքերը, որոշ դիրքեր։
դուրս եկավ այս պայծառ խոսացող այս խեղկատակը, դուրս եկավ եւ ասեց կսովածանան կգրան։ Նաեւ շատ վատ է, որ ազգային ժողովի նախագահն ասում է այդ ով է, իրականում այդ ով է, իրենց նշանակածն է, եւ ասում է 22-ին եմ ասել, հիմա 24 թիվն է, տարբերությունը կարո՞ղ ասեք, ադրբեջանցիները նույն տեղը նստել են, եթե ոչ ավելի են առաջ եկե, եթե գլխավոր շտաբի պետը պետք է ասի կսովածանան կգնան, զինվորը ինչ է սովորելու, դիրքապահ զինվորը, դիրք պահող, սմենափող կատարող զինվորները ինչ են սովորելու, եւ որից հետո տեսանյութում ոնց որ կա, որ մեր շատ խելացի ճակերտների մեջ պաշտպանության նախարարը ասում է խեն կենթանի մնաց է, եթե չեմ սխալվում, չէ։ Անդրադառնամ այդ հարցին նաև, որտեղ նաև ամբողջ համացանցում պտտվում էր, որ թե վարչապետը, թե դա պաշտպանության նախարարը ասում են խեն կենթանի մնաց է, ուրեմն Պապիկյան, լսի ու շադիր։ Կենթանի մնալու հետ կապված եմ ասում։ Այդ դեպքում խեն կենթանի մնաց է քո շտաբի պետը, Ասրյանը, շտաբի պետի տեղակալ Երոյանը, մյուս շտաբի պետի տեղակալ Գրիգորյան Կարենը 50 մականունով, ծնունդով արցախցի, նույն Վարդանյան Կամոն Ղարաբաղի պաշտպանության բանակի նախարարը թիվ մականունով, նույն հաջողությամբ խիա կենթանի մնացել, այդ ժամանակվա, պատերազմի ժամանակվա կա զորավարական վարչության պետ, կոչումով գեներալ, ծնունդով Գորիսեցին խիա կենթանի մնաց է, խեն կենթանի մնաց է այսօրվա բոլոր վարչության պետերը, որոնք Ղարաբաղից տեղափոխվել են եւ բերել ես նշանակել ես տեղ։ Խիա կենթանի մնաց է կադրերի գլխավոր վարչության պետի ճաղատ գլխով տեղակալը, 7 երկրի շպիոն, ճանաչված սուրճի բաժակ նայողը, որը կա զորավարական վարչության պետի հետ հրամանով 20 թվականից հետո, երբ պատերազմը արդեն այսպես ասած դադար էին տվել, նոյեմբերի 9-ից հետո կապիտուլյացիան ստորագրվել էր, այն երեխեքը, ովքեր որ վիրավորվել էին եւ ապաքինման մեջ էին, որոնց բոլորին կենտրոնացրել էին Արարատի զորամաս, այդ երեխեքին, այդ գնդապետ Ղազարյան Ջիվանը, ռազմական ոստիկանության վարչության պետի հրամանով իր կողմից ուղարկված լնգ ու լավազների հետ այդ երեխեքին բռնի ճնշումներ էին գործադրում, որպեսզի լցնեին ավտոբուսներ եւ հետ ուղարկեին Ղարաբաղ։ Բա այդ անձինք խեն կենթանի մնաց է, այսինքն մեր զոհերը քիչ էին, մի հատ էլ էին ուզում մենք էլի զոհեր ունենանք, բա այդ դավաճան ստահակները խեն կենթանի մնաց է։ Իսկ դու խես ընդամենը կենթանի մնաց է, դու քո ԿՊ-ով խես կենթանի մնաց է, բա Քոչարյան Անդոնի տերը խեն խիա կենթանի, ռազմական ոստիկանության վարչության պետի որդին խիա կենթանի, այ թուրքեր, այ դավաճաններ, ով եք դուք, որ ասեք խեք կենթանի մնաց է։ Իդեպ, եթե վարչապետի ասելով Արցախը Ադրբեջանը եւ վերջ, այդ դեպքում 20 թվականից հետո, կապիտուլյացիայից հետո, այդ երեխեքին, այդ զորքին խեր ուղարկում, իդեպ նաեւ այդ հարցին անդրադարձել էր Վարդան Ղուկասյանը Ամերիկայից։ Դուք պետքա վաղուց մեռածնեք, այս անձինք ում անունները թվարկեցի, ոչ թե պիտի զոհվեն, ներող լինեն, պիտի սատկեն, որ այսօր այդ կատեգորիան սպայի արժանապատվությունը չգցեր։ Տիկին Գևորգյան, սպառազինության պետը տեսանյութ է տարածվել, որ ինչ-որ ծառայության ժամանակ ինչ-որ սիրային վիդեո է հրապարակել։ Դիտենք տեսանյութը, որը արդեն շատ հայտնի է, որից հետո դուք ձեր մեկնաբանությունը կտաք։ I just call to say I love you, kisses. Ընդհանրապես խայտարակություն, այն ինչ որ իրաք մի քարոզ արշավի ժամանակ ոչ գիտես ասես ավակ թեկնածու, պատգամավորի ոչ գիտես ասես պաշտպանության նախարար,
ասես չէ, անդրադարձավ ուժեղ Հայաստան հետ, որ ասեց, որ ջերմոցում էիք աճեցրել է ձեր տղաներին, որոնք չեն ծառայել։ Պապիկյան, բարեփոխվածը բանակի սպառազինության վարչության պետը քո ջերմոցում է երևի աճեցրել, իր Ստեփանավանի ջերմոցում կամ բժնի ջերմոցում է աճեցրել։ Անձին շատ լավ եմ ճանաչում, որի կնքահայրն է ճակերտների մեջ, ասեմ, գլխավոր շտաբպետի տեղակալը, իր ժողովրդական լեզվով ասեմ, իր պրոտեժեն է, շատ արագ պաշտոններ զբաղեցրեց, շատ արագ պաշտոնից պաշտոն նշանակվեց, բարձրացումներ նշանակվեց, բարձր պաշտոնի, եւ սա, այս անձը ղեկավարում է սպառազինության վարչությունը, դուք պատկերացնում եք, այս անձի միջոցով ինչ սպառազինություն է գնելու զինված ուժերը։ Գլխավոր շտաբի պետի տեղակալ կադրիցը չես ամաչում, քո նշանակած կադրից, միջնորդածդ կադրից չես ամաչում, իհարկե ամոթ բառ իրենք չունեն, իրենց համար կարևորը լամպաս, ուսադիր եւ աթոռն է, որ իրանք ասեն, տեսեք, մենք գեներալ ենք, զրո գեներալ։ Խայտարակություն, ավելավ այս անձը ինք իրանով զեկուցագիր գրի, արձակվի պահեստազոր, գոնե այն 20%-ը, որ արժանապատիվ սպաներ կան, չխայտարակի նաև իրանց անունը։ Սա թուրիմացություն է, սա բանակի վերջն է, սպառազինության ու ընդ որում գեներալասկի հաստիք է դա, գեներալի հաստիք է զբաղեցնում այս անձը։ Շատ արագ տեղափոխվելով եկավ նստեց այս պաշտոնի։ Պապիկյան, էսա բարեփոխվածդ բանակը։ Բա բարեփոխված բանակ էիր, ազատ գյուղում տանեիր սակրավորեն վաշտը չպահեիր ընդեղ, այդ տանեիր տեղավորեիր այլտեղ, որպեսզի այդ երեխեքը չվարվեին, քո բարեփոխված բանակն էր։ Իդեպ ասեմ նաև խիչ էին սատկե հաղթմենք, Արծրուն Հովանեսյանը եւ Քոչարյան Անդոն, որ բարձանում էին դիրքեր, մաքուր բացին կաներով նկարվում են եւ ասում էին մենք դիրքերում են, բա դրանք խիչ են սատկել։ Տիկին Գևորգյան, նաև Պապիկյանը Քարոզ Արշավին մասնակցելու ընթացքում այսպիսի արտահայտություն է արել, ասել է քաղաքական գործիչը պետք է իր քաղաքական խոսքը պահի։ Դիտենք տեսանյութը, որտեղ նա խոսում է այդ մասին եւ հետո կխնդրեմ ձեր մեկնաբանությունը։ Իրենք քաղաքական խոսքի արժեքը չեն հասկանում, մարդիկ չեն հասկանում, եթե քաղաքական գործիչը խոսք է ասում, պետք է խոսքը պահի։ Ով է խոսում քաղաքական գործիչի խոսքից։ Քպատ խոսքը պահելը 18 թվականին ասում էիք Արցախը Հայաստանն է եւ վերջ։ 19 թվականին։ Իրենց այդ որ ընտրությունից հետո ասում են Արցախը Հայաստանն է եւ վերջ։ Նույն դու էիր խոսում, որ ասում եք բարեփոխված, ամեն ինչ տանում ենք բանակը դեպի լավը, որ խոսքն է սպահել։ Սրանք ինքը գոնե ես ուղղակի զարմանում եմ, սա նախարարը թե ինչա։ Սրան երես պիտի ուղարկես, ախր սրան դասարանը չես կարա վստահես։ Այս անձին ինչ վստահես։ Ընդհանրապես իր մասին տեղյակ է, ինքը ով է, ինչ է իրանց ներկայացնում։ Ծիծաղով կանրադառնամ ոչ լուրջ մարդու տպավորություն, դե տենց է կան, բառ չունեմ ասել, որ մի բառն եք, թող նա հստակեցնի, քպն որ իրա մի բառն է պահել, որ խոստումն է պահել, նոր անդրադառնանք։ Ասում են բարեփոխված բանակ, այսքան տարիների ընթացքում այդպիսի բարեփոխված բանակ չենք ունեցել եւ ծառայությունը դարձրել են 1.5 տարի։ Սրա մասին ինչ կասեք։ Դիտենք տեսանյութը։ Մենք ամիսներ առաջ ընդունեցինք օրենք, որով Հայաստանում երրորդ հանրապետության պատմության մեջ առաջին անգամ, այն սկզբնական փուլը հանած իհարկե, վերջին 20 տարիների մեջ առաջին անգամ ծառայությունը դարձավ 1.5 տարի։ Ամպագորգոր բառեր, տարի ու կես, նախ դուր էիր, որ Վազգեն Սարգսյանը, ես մի անգամ ասել եմ, տիշո պացտալում խադիլ,
որ Վազգեն Սարգսյանը բարձրագույն կրթություն ունեցող տղաներին սարքել էր ծառայությունը տարուկես, եւ եթե չեմ սխալվում, հիշողությունս ինձ չի դավաճանի, ովքեր ընկնում են ռուսական զորքեր, դրանք մի տարի են, եթե չեմ սխալվում, մի տարի են։ Դու ինչի բերեցիր ընտրություններից առաջ այդ զորակոչը սարքեցիր տարուկես։ Հələ որ մի հատ ասես վերջի 20 տարում, դու ով ես, ուր ես եղել, որ մի հատ բանակից խոսաս, այ բանակից թռած, որ մի հատ ասես բարեփոխումների, կրկնում եմ, բարեփոխվածը բանակում, ազատ գյուղի Սակրավորային վաշտը տեղափոխեիր նորմալ տեղ, որպեսզի չունենայինք այդ դժբախտությունը 15 երեխա, իդեպ ասեմ, ոչ մի նախարարի օրոք նման դժբախտություն չի եղել, բացի այս չարաբաստիկից, ոչ մի եղել են դեպքեր, բայց նման 15 հոգի այրվեն, նման դեպք չի եղել բանակում, այս չարաբաստիկը ոնց եկավ, իր հետ են նեգատիվությունը բերեց գցեց բանակի վրա, նաև երեկվանից հայտարարություններ են տեղադրվում սոցհարթակներում, որ Գուրգեն Մարգարյանի անվան դպրոցը ԿՊ-ն փակում է։ Սրա մասին չեմ զարմանա, որովհետև անգամ մարդիկ մարտական բառերն են հանում։ Գուրգեն Մարգարյանի նկարը կխնդրեմ տեղադրել, որպեսզի մարդիկ ծառայության մեջ է, երբ մեկնեց ինքը ուսանելու Սաֆարովին, հակառակորդդ ադրբեջանցին Սաֆարովին ազգի հերոս է տվել, տուն է տվել եւ ինչ որ սենց պարգևատրվել է զենքով անվանական թե ինչ, որ այդ անասունը կացնահարել է մեր սպային, դու այսօր այդ սպային գոնե բարձրացնես, սենց իրեն սարքեք ազգային հերոս, որ թուրքի կողմից կասնահարած էին, ինչ այսօր իր անունով դպրոցն են փակում, թուրք, սա ձեր ընտանիքներով, եթե տենց է, արժանանա Գուրգեն Մարգարյանի օրին, շատ վատ բան եմ ասում, մի քիչ ժողովրդեսակասի անեցք, այսա անեցք չի, եթե դա լավ բան է, ձեզ եմ ցանկանում, ինչը լավ բան է, զոհերը, մեր անհետ կորած երեխեքի մասին, գերեվար ցանկանում եմ ԿՊ-ին ընտանիքներին, այլ բան չես կարա սրանց ասես, որ իրենք իրենց մաշկի վրա զգան, դա ինչ է, նաև ցանկանում եմ են հաղթմենք, որ 44 օր ժողովրդին խաբում էր, նաև իրեն եմ ցանկանում, որ ինքը լինելով զինվորական, ավարտելով Վազգեն Սարգսյանի ինստիտուտը, 44 օր հայ ժողովրդին խաբեց, թուրք, Ատեստավորման հետ կապված ահազանգեր են ստացվում, որ դժգոհություններ կան, այս մասով ինչ կասեք։ Ոյ, շատ ենք ստանում, իդեպ մեր կուսակցությունն է շատ ստանում, նաև մի քանի օր առաջ համացանցում Սպակին էր խոսում, որը նաև դժգոհում էր բարեփոխված բանակից, թե ոնց են վարվում սպաների հետ, ուրեմն ատեստավորման հետ կապված ասեմ, ըստ օդում կախված լուրերի ասում են, որ մարդիկ կան, ովքեր հոկտեմբերից ատեստավորվել են, դեռ գումար չեն ստացել, ով է ատեստավորումը ընդունում սպաներից, Պապիկյանը, որը հեռու է բանակից, իր հետ մի հատ ինչ-որ օգնական ունի, Ղալեչյան Արմենն է, ինչա, որը բանակում չծառայեց, դա է ընդունում, շատ են դժգոհում եւ ապօրինություններ է լինում, ապօրինություն ինչ բանով է լինում, որ անձինք, որոնք պետքա չատեստավորվեն, բայց քավոր ծանոթ բարեկամ խնամի կարգավիճակով, որը բանակում շատ մեծ տիրում է հիմա, ատեստավորվում են եւ վերջերս կադրերի գլխավոր վարչությունում անձանշանակվել ապօրինի ատեստավորված եւ նշանակվել է բարձր պաշտոնի Դոլունց Արմենը։ Նմանատիպները նշանակվում են այդ պաշտոնների եւ ովքեր որ պոստերում են, ովքեր որ զորամասի օղակում են ծառայում, ովքեր որ չարքյաշ ծառայություն են տեսնում, այդ անձինք չեն հասցնում սովորեն պարապեն, անձինք կտրվում են, չեն հասցնում մարդիկ պարապեն, անձինք կտրվում են
Եվ ասում է կտրվել ես վերջ, չես ստանա ատեստավորումը եւ ըստ նույնպես օդում կախված լուրերի ասում են նաեւ չատեստավորվածների աշխատավարձներն էլ են կտրում։ Դա հիմա այս պահին ճշտման փուլում է։ Այս պահին դա ասում են, որ կտրել են այդ բոլոր գումարները։ Կդիմեն կադրերի գլխավոր վարչության պետին։ Դեռ չեմ բարձրաձայնի Դոլունց Արմենի կնքահայրնովա։ Եվ կդիմեմ քեզ, ոնց եղավ, որ կոնկրետ Դոլունց Արմենը ատեստավորվեց եւ նշանակվեց կադրերի վարչության պետի պաշտոնին։ Ոնց եղավ դա, ում հաճոյացար, որ իրեն նշանակեցիր։ Իսկ քանի զինծառայող կա, որ բոլորին մերժում է ատեստավորումները եւ հետ է ուղարկում։ Իդեպ ասեմ, ատեստավորման հետ կապված նաեւ հոդվածներն է փոխվել։ Որտեղ մարտական բառ կա, դա հանել են։ Բառից այս մարդ հանել։ Երևի Ալիևը տենց է թելադրես սրանց։ Դրա համար ասում եմ, այդ կադրերի գլխավոր վարչության պետի, մնացած վարչության պետերի, ովքեր 24-ին ստացան կոչումներ, մեր սպայի արժանապատվությունը գցեցին։ Ոչ միայն ինքը, նաև նման կատեգորիաները։ Մեր արժանապատվությունը գցեցին։ Մենք ատեստավորման հետ կապված երևի թե անվանական կուսակցությունը գրավոր դիմի դատախազին, որպեսզի ասի, տեսեք ինչ է կատարվում։ Դիմում եմ զին դատախազին։ Մի հատ մտեք, ճշտեք ատեստավորվածների քանակը, անձանց, իրավունք ունեին թե չունեին։ Կդիմեին նաև իմ դատախազին, իմ գործով, Տիկին Լուսինե Ասլանյանին, եթե տենց արդար եք, մտեք ստուգեք, ովքեր են ատեստավորվում եւ ոնց է կատարվում ատեստավորումը։ Մենք մտեք ստուգեք, մենք կդիմենք, ինչպես կդիմենք բանակից ազատված տղաներին, իդեպ որ նույնպես Պապիկյանն ասում է, չէ, բոլորը Գերդաստան ազատված են։ Պապիկյան, առաջինը կադրերի վարչության Գերդաստանն ազատված։ Կազմակերպչական վարչության պետ կա, ինչ որ Արաքելյան Կարենա, թե ինչ, կադրերի գծով փոխնախարարի ընկերն է, տղան ազատված է բանակից, կադրերի վարչության բարձրաստիճան սպաների տղաները ազատված են բանակից, որ ջերմոցում էին իրանք աճել, քո ջերմոցում էին նույնպես աճեցրել։ Եվ նաև ձեր կուսակցությունը ահազանգեր է ստանում, ինչպես դուք նշեցիք, հավելավճարների հետ կապված։ Հա, հետախուզությունից ստացել ենք ահազանգեր, քանի որ մեր առաջնորդը ինքը մասնագիտությամբ հետախույզ է եւ համալրվածությունը պայստազորի սպաներով նաեւ հետախույզներով ենք համալրված։ Ստացել եմ, որ հետախույզները ստանում են 1-2-1-3 սենց հավելավճարներ, տոկոսային հավելավճարներ են ստանում։ Դժգոհություն է բարձրացել, որ կտրել են։ Գիտեք, ցավը նրանումն է, որ հետախուզության գլխավոր վարչության պետը ծառայելա Կարապետյանի գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի ենթակայության տակ։ Նա գոնե տեսել է, թե Կարապետյանը ինչ վարչություն է պահել իր ենթակայությամբ գտնվող նաև զորամասերում։ Անկամ մի քիչ կոպիտ կլինի վարչության դեմի շունն է լիներ, հետախուզության շունն է լիներ, ոչ մեկ իրավունք չուներ ինչ որ բան ասելու։ Այսօր հետախուզությունը սարքել են պիխոտից է ներքև, հրաձգությունից է ներքև են սարքել, թող պիխոտը չնեղանա, հրաձիքները չնեղանա, ես ուղղակի տենց համեմատում եմ։ Երբևիցե Կարապետյանը չի թողել իր ենթականերին ինչ որ մեկը թեկուզ նկատողություն անի, թեկուզ ջղայնանա կամ ինչ որ մի բան, նա է միշտ պատժել, ջղայնացել իր ենթականների։ Այսօր հետախուզության գլխավոր վարչության պետ, քո հետախույզներին կտրում են հավելավճարները։ Թող ի՞նչ ես մի հատ այդ հարցը բարձրաձայնում, թե որ դու տակուկ նստած ես, իդեպ ասեմ, այդ անձը, որ այսօր զինված ուժերում է, նույնպես գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի շնորհիվ է մնացել, որովհետև ժամանակին անցնում էր խնդրահարույց քրեական գործով։ Բավականին քրեական գործով էր անցնում։ Դու գոնե տեսել ես վերադասն ինչա, դու ուժեղ վերադաս ես ունեցել։ Հեչ ինչ որ բան չեք սովորել այդ անձից։ Կադրերի գլխավոր վարչության պետը
Նույնպես հետախուզությունում է ծառայել եւ այդ պաշտոնին նշանակվել է Կարապետյանի շնորհիվ։ Դու չես տեսել քո վերադասը ոնց է վարվում ենթակա զինվորականների հետ։ Դու այսօր խես Հաճոյանում Պապիկյանին մնացածի դեմ դառնում թուրու թվանք։ Այսօր կայք այդ աթոռին, վաղը չկաք։ Մեծ շատ կոպիտ օրինակ կբերեմ։ Չշեշտեմ ով էր մեր զինվորականներից էր, ասում էր երբ պաշտոն է ստանում, այդ վարունգը պետքա մանր կտրատես ու բաժանես բոլորին, որ պաշտոնից դուրս գաս, այդ վարունգը բոլոր հավաքեն, դա ժողովրդական մի քիչ ասացվածքով։ Այնպես որ բոլոր վարչության պետեր հիշեք, որ այդ աթոռները մնայուն չի, առավել եւս եթե հող չունեցաք, այդ աթոռները մնայուն չի լինելու։ Այնպես որ համախմբվեք սպաներ եւ արժանապատվություն, ինքնասիրություն ունեցող սպաներ համախմբվեք, միացեք, ընտրեք 15-ին եւ որպիսի կարողանանք փոխենք այս թրքահպատակներին, այլ բան այս պահին չեմ ասի։ Շնորհակալ եմ շատ հետաքրքիր հարցազրույցի համար, իսկ ես հիշեցնեմ, որ իմ հյուրն էր Նաիրա Գևորգյանը, Համահայկական ճակատ կուսակցության խորհրդի անդամ, ինչպես նաև ԴՕԿ կուսակցության պատգամավորի թեկնածու։ Կհանդիպենք։